Երբ, ինչ պայմաններով եւ ամենակարևորը ով է կառուցելու Հայաստանի նոր ատոմային կայանը։ Կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ ներկայում բանակցություններ են վարում ռուսական, ամերիկյան, ֆրանսիական եւ չինական կողմերի հետ, բայց վերջին շրջանում առավել հաճախ է քննարկվում ամերիկյան տեխնոլոգիայի ընտրության հավանականությունը։ Խոսքը մոդուլային ատոմակայանների մասին է։ Մոդուլային են համարվում 10-ից 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանները, իսկ գլոբալ առումով ո՞րն է ամերիկյան մոդուլայինների եւ ռուսականի տարբերությունը։ Մենք օգտագործում ենք 3.8 մոտավորապես տոկոս հաստատությամբ ուրան 235 իզոտոպով վառելիքներ կրնենք Ռուսաստան, որը հատուկ հայկական ատոմային էլեկտրակայանի համար է նախագծվում։ Այսինքն Հայաստանում կիրառվող վառելիքը պատրաստվում է տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության պատվերով հենց Ռուսաստանում եւ հենց կոնկրետ մեզ համար։ Մոդուլային ատոմակայանների առանձնահատկությունն այն է, որ դրանք էներգետիկ համակարգ են բերվել ատոմային սուզանավերի ոլորտից, քանի որ սուզանավերը կարող են 2-ից 3 տարի չվերադառնալ հիմնական տեղակայման վայր, ցամաք։ Դրանք լիցքավորվում են ավելի բարձր հարստացվածության ուրանով եւ ավելի հազվադեպ են կանգնեցվում տեխնիկական սպասարկման համար։ Նոր բլոկի համար նախագծը դիտարկում ենք այն նույն տեխնոլոգիայի շրջանակում, որը Հայաստանում տեղադրված է, այսինքն թեթև ջրով աշխատող էներգետիկ էմրակտ, գազով կամ հալված մետաղով կամ արագնետություններով աշխատող նախագծեր չենք դիտարկում։ Ինչու է սա կարևոր, քանի որ հավանական է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանի ընտրության պարագայում մենք ստիպված լինենք ընտրել նաև ուրանի ամերիկյան արտադրողին։ Կա ենթադրություն, որ ռուսական արտադրողներից նման վառելիքի գնումը կարող է անհնար լինել, բայց սա միակ հարցը չէ, որն այսօր անհանգստացնում է էներգետիկայի ոլորտի մասնագետներին։ Խնդիրն այն է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանները գործնականում փորձարկված չեն։ Փաստաթղթերով գուցե ամեն ինչ նորմալ է, բայց գետնի վրա դրանց արդյունավետությունը փորձված չէ։ Հասարակ համեմատական եկեք տանենք, տրանսպորտային միջոցները երբ որ արտադրում են, տեսականորեն գիտեն, որ ամեն ինչ լավն է լինում, մեկ էլ տեսնում ես կամ հեռախոսների տեկոս, մեկ էլ տեսնում ես 6 ամիս հետո ամբողջ արտադրանքը հետ կանչեցի։ Հիմա եթե ատոմակայանի հետ համեմատած բավականին բարձ արտադրանքներում լինում են այդպիսի խնդիրներ, ապա որևէ մեկի երբևէ ապահովագրված չի, որ ատոմակայանը այդպես ճշգրիտ ինչպես որ գծագրել են նույնությամբ կարող է աշխատել։ Նույնիսկ եթե վատագույն սցենարով չփորձարկված ատոմակայանը որևէ խնդրի պարագայում ստիպված լինեն որոշակի ժամանակով անջատել էներգետիկ համակարգից, դա մեզ կարող է էներգետիկ ճգնաժամ արժանալ։ Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 33%-ը հենց ատոմակայանն է ապահովում։ Իդեպ, մոդուլային ատոմակայանի նախընտրությունը նաև բացատրվում էր նրանով, որ ռուսական այլընտրանքները շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար են նախատեսված, իսկ մենք այդ քանակի կարիքը չունենք։ Պետք չի նպատակադրել ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրություն, այլ պետք է նպատակադրել ավել արտադրածը վաճառելու եւ հավելյալ եկամուտ ստանալու։ Հայաստանը ունի Իրանի հետ համաձայնություն գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման գործարքի, որը որ շատ երկար տարիներ չի գործարկում։ Ի վերջո, ապագա ատոմակայանից է կախված էլեկտրաէներգիայի սակը գինը եւ ուրեմն Հայաստանի սպառողի վրա դրա ազդեցությունը եւ տեղական արտադրանքի ինքնարժեքն ու մրցակցությունը ներսում ու արտաքին շուկաներում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։